Երեխեքին ասա պապան այսօր լիքը կանֆետ ա բերել։ Այն իրան սիրասներից էլ են, որ շեֆի տնից միշտ բերում են։ Հա, երեխեն քնեց։ Հա, քնեց։ Դե որ քնեց, նա ինչ ես անում։ Երեխուն դիրստ է, ես կնայեմ։ Այն խոհանոցի դարակներն փող կա։ Համբեր համի աշխատավարձդ կտա։ Որտեղ ա։ Տո ես շատ գիտեմ այդ ցավը տանեմ, այնքան շատ ա մենք է չգիտենք, որը մենք պահում։ Ես ինչ ես անում։ Փողերն եմ անգալիս։ Ման ես գալի, որ թալանես, հա։ Եսի դու հոգեկան ես։ Քիչ չի թալանում ես, մի հատ էլ վիրավորում ես։ Էսա որ տիկին տամարան եկա։ Պատմեմ ինչ ես անում։ Այն որ դու քու հալը կտենաս։ Կամո, ինչ է այստեղ կատարվում։ Չեք թողնելու 5 րոպե աչքս կպցնեմ։ Տիկին տամարա, քիչ չի երեխուն դրել աստե, այս երեխեն լացում ա իրան ճողում ա, ինքն է գողություն անում, ընդ էսա գողություն անելուց բռնել է։ Էսա, նայեք տիկին տամարա, նայեք։ Դες բառերից մի ցույց տուր։ Արսեն, առաջարկում եմ դու Վարշավինանոցից դուրս արի, որովհետև այդ հարսիկի աղբերները, որ եկան քեզ տեղ տեսան, կհասկանան, որ դու ես գործի հետ կապ ունես։ Լավ թե ես գնում եմ տուն։ Հերախոսը ջանջատես, որ կապի մեջ լինենք։ Ուր այդ Վարշավիրը որ։ Տղեկ ջան, եթե դուք մեր նորվա հարսիկի աղբերներն եք, ուրեմն ասեմ, որ ուշացել եք։ Ես հենց նոր այդ Վարշավիրի գլուխը ջարդեցի ու լարեցի գնացից։ Դու ով ես որ։ Ոնց աղբեր, ես ես Վարշավինանոցի տերն եմ։ Ու իմ աշխատողները, որ իրանց լավ չեն պահում, ես անձամբ եմ էլ իրանց պատժում։ Հա, նենց հա պատժում չեք պատժում։ Նա դու սուս։ Բա իմ այդ Վարշավիրիկը։ Ոնց։ Քաղաքան ջմակրատով կտրեցի փախավ, չգիտեմ։ Ուրեմն լսի ապեր ջան, հիմա գնում ենք այդ Վարշավիրին գտնելու։ Ու եթե չգտանք, սրա համար դու ես պատասխան տալու։ Ինչ համար տղեկ ջան, ես բան չի։ Ես ինչ ես անում։ Փողերն եմ անգալիս։ Այ քեզ բան։ Ման ես գալի, որ թալանես, Քեզ բեսպրեձել։ Հաստորեն եթե ես կամոյին չհանձնարարեի, որ այդ դայակին հետևեր, դու վերևը քնած այդ դայակը սիրուն տունը սրբելու էր, մաքրազարդեր թողեր է տար։ Լավ, բայց ինչ ենք անելու։ Ամռը, մեզ